քանի տարեկան կտաս ինձ։ Ես հիմա 78 տարեկան եմ, սեպտեմբերին է լրացել, ամուսինս 83 տարեկան է։ Այդքան ես ճոճկանից թող մի ամսով հեռացած եմ 20 օրով բան, ես ամուր թելերով, ես կապված եմ իմ հողին, իմ ջրին, ես նորից եմ ասում, աշխարհի կենտրոնը ճոճկանն է։ Աշխարհի կենտրոնն իր լուսավոր տանբակն է, ամենօրյա սուրճի մշտական ու ցանկալի վայրը։ Էլմիրան կրկին սուրճի սեղանի պատրաստության մեջ է, մեր ակտիվ հետևորդն է ու իրենց դարպասների մոտ մեզ տեսնելուց միանգամից հրավիրում է բակ ու ինչպես արդեն հարյուրավոր տեսանյութերում է տեսել, առանց առաջարկի նախ եւ առաջ մեզ հրավիրում է մառան ու ցույց տալիս իր տեսակ ու երբ նրանք պահածոների շարքերը, ոչ թե որ սիրում է ընդօրինակել, այլ որովհետեւ գիտի կարգն է այդպես ու բացի դրանց ցանկանում է որ բացվելիք հյութը մեր ուզածը լինի։ Էս էլ մալինան։ Էլմիրայի ու Իվանի հյուրընկալ օջախում են կարևոտ գյուղ, լուսավոր ու խնամված բակ, աշնանային զովքամի ու գույներ, հազար ու մի տեսակ գույներ, որ հասունացած տեսակ մրգերից աչք են շոյում ու առանձնահատուկ աշնանային շունչ տարածում բակում։ Հենց այդ գեղեցիկ բակում է սեղան է բացում տատան ու շահամ մրգերով, որոնց պակասը մրգառատ այս գյուղում շատ են զգում։ Էլմիրա տատն այս գյուղի աղջիկ է, այստեղի հարց, որի ձեռքերը երբեք հողին չեն կպել, չեն չարչարվել այդ ամենը չտեսնված, չլսված կեսուրի շնորհիվ։ Տնտեսվար կեսուր եմ ունեցել, որ անգամ մենք շատ անասուններ ենք ունեցել, ինձ թույլ էլ չեն տվել ես մտնեմ գոմը կամ ես այգին, իրանք ամեն ինչ արել են։ Հմի էլ որ ասես մի հատ սենց մար կարա, որ ուղիղ լի, ցանես այդ չեմ կարա, չեմ էլ արել, ես սուտ չեմ էլ ասում, հիմա էլ մեծացել ենք, մեր երեխաները մեզ ամենը չողոքնում են։ Էլմիրայի գործը, ինչպես ասում են, կուլտուրական գործ է եղել, 20 տարի դասերակի եւս 18 տարի էր նույն մանկապարտեզի խոհարարի աշխատանք, մի խոսքով ընկեր Էլմիրան գյուղում ամենահայտնի ու սիրված դասյարակն է, ում եփած ճաշերով ու բարի խորհուրդներով են մեծացել գյուղի հարյուրավոր երեխաներ։ Թերևս կարելի ասել, որ մինչև որդիներից մեկի անդառնալի ու մեծ կորուստ Էլմիրան գյուղի ամենաուրախ, երգող, պարող, կենսախինդ կինն է եղել, ինչու՞ չէ նաև ամենաճարտարախոսը, բայց որդու կորստի անտանելի ցավը նախկին կենսախինդ Էլմիրայից համարյա ոչինչ չի թողել։ Շատ դժվար տարանք, եթե դա չէր ելել, ես կարեի մինչև առավոտ խոսամ եւ շատ բան խոսամ։ Ոնց են ասում էլի, ոնց ասեմ, ես իմ կյանքն ու գյորա կխոսամ էլի, բայց ես ինքսից մխիթարում եմ, որ կան մարդելի, որ մի երեխա ունի, էնել անգամ հայրենիքի համար զոհատվել, ստորնա իրա գերեզմանն էլ չգիտի, բայց սեփական վերքը, սեփական մարմնին ցավապատճառում, չգիտեմ ոնց ինձ կհասկանաք էլի։ Բայց ապրել է պետք անուն ընտանիքի, ասում է տատը, ով 10 թոռ ու արդեն 16 ծոր ունի, ու ամուսնու Իվանի հետ միասին են ուղիղ 62 տարի։ Էլմիրայի ու Իվանի սիրո պատմությունը իսկական հնդկական սիրային ֆիլմ է հիշեցնում։ Մենք սիրահարված ենք ելել ու շատ պայքարա գնացել, չեմ էլ հասկացել, ոնց որ մենք մեզ ու գլխու ամուսնացել ենք, հետո արդեն Չէր թողում պապան դեմեր։ Բոլորը, դե ես փոքր էի, ես պետքա սովորեի, ես պետքա դրա համար։ Քանի տարեկան էիք, որ ամուսնացել։ 16-ից ստեղա լրացել։ Պատկերացնում ես, ստեղից գնացել եմ, հեռակայել եմ կամ վերապատրաստվել եմ կամ մի բան, որ դե ճիշտ հասկանանք, եթե ասենք չնեղանաս էլի ձեզ վրա ինձ վրա եմ օրինակը բերում, ես հետո եմ հասկացել դա ինչա, որ երեխա 16 տարեկան էլի, դու չես ուզում քո երեխան սովորի, ոնց կարելի է խունա չասերնա վատնանա էսան, ուղղակի սովորես, ուղղակի դրան էս ժամանակ կա, բայց սերը հարթ է։ Թե սերը չես էլ հասկանում, այդ տարիքում ինչ ես հասկանում, ինչ ես անում, բայց ես չեմ փոշմանել, լավ երեխաներ ունեմ, թեկուզ ինձ համար լավ, ես էլ չեմ սիրում, գիտես, որ առանձնացել, ես լավ եմ, իմ լավա, բոլորինն են լավը, ես մի բան էլ ասեմ էլի, երեխաներին չեմ պահել, ես 2 ամսականից գնացել եմ աշխատանքի, այնպիսի կեսուր ունեցել եմ, որ անգամ շատ հումորով եմ ասում, երեխան, որ գիշերը զարթնելա ջուր ա ուզել, ես որ ջուրը տարել եմ, ասել եմ, մամ, թող նանին բերի էլի, ասել եմ, դե լավ, ինձ համար ավելի լավ, ես ուզեցել եմ, որ գնամ իմ երեխեն իմ հետևից լացլի, իմ երեխեն, ոչ մի անգամ, իմ կեսրարը, իմ երեխաներին 8 ամսականից սարեր են տարել, օրորոցը տարել, այնքան ակուրատնի, այնքան
կեսուր եմ ունեցել անգրագետ, տարեր չգիտեր, բայց նա անգամ ոչ մեկի արած լվացքը թաղում չեր հավանիլ, ոչ մեկի գործը չեր անիլ։ Ես 16 տարեկան եմ ելել, իմ մերն էլ շատ ակուրատ ունի, նա անգամ մարդկանց կարել փողոցում զգուշացնի, որ գնա հագուստը փոխի նոր դուրս արի, բայց իմ կեսօրը զարմաներ իմ կեսօրից, որ այդ ծերիկին կյանքում չեմ տել։ Մենք հարթուկներ ունեինք երկաթի, հա ածուխ էր ածում, հետը տանում, սարը, որ երեխաների փալասները հարթուկի սարում, այդ ծերիկին էր կեսուրից, ես փոքր եմ ելել, իմ մորը, ես ինչ սովորել եմ իմ կեսուրից։ Այն քիչ հարցներից է Էլմիրան, որ այսօր էլ երբ ինքը հարցներ ունի, իր կեսուրի անունով է երդվում, մեծարում, օրհնում։ Այն ժամանակ ժամը 2-ին ես փոխարինող դաստիարակ առաջի հերթը ես էի երկրորդ ժամը 2-ին եկել եմ տուն, եկել եմ տեղ ամեն ինչ պատրաստ, ամեն ինչ երեխաներին պահած, լվացած, նա անգամ ես նստել լաց եմ ելել, որ դու ինչ ես իմ հագուստն էլ լվացել թռել, հետո ինչ ասել է իմ երեխան ես դու էլ ես պարապ նստեմ ինչ անեմ։ Մեր հավատարիմ ունկնդիրը լինելով տատը շատ անգամ է լսել իր հասակակիցներից, ովքեր սկեսուրներին են քննադատում, ձեռքի հետ էլ գովաբանում իրենց։ Տատն ամեն անգամ զայրացել է ու սպասել, որ մի օր էլ մեզ ռաստ կբերի ու ասելիքը կասի։ Չէ, ինքն իրեն գովաբանելու կարիք ու ցանկություն չունի, բայց հարազատ գյուղի ու գյուղացիների մասին կասի ու կասի։ Մեր ճոճկանցիների նման ես ուզում եմ այդ ցայնակրես ինձ համար եղել է մնում է եւ կմնա ճոճկանը որպես աշխարհի կենտրոն։ Ես շատ սիրահարված եմ մեր բնությանը, մեր բնաշխարհին, մեր հյուրասեր մարդկանց, մեր թեկուզ որտեղ էլ շրջեմ, թե իմ աչքին է երևում, թե այդպես եմ դաստիարակվել, մեր ճոճկանցիների նման գեղեցիկ մարդիկ չեմ էլ տեսել։ Եվ գեղեցիկ են, եւ աշխատասեր են, եւ հյուրասեր են, եւ մարդամոտ են, եւ հարեհաս են, եւ ամեն ինչ գիտակցող են, եւ շատ մաքրասեր են։ Հենց այդ սերն է, որ գյուղից մի օր անգամ բացակայել է 1000 ու մի հիվանդության պատճառ է դառնում։ Տատին ու պապին ամեն տարի հրավիրում են ծովափնյա տակ քաղաք ձմեռն այնտեղ անցկացնելու, բայց ուշքներն ու մտքերն այստեղ ճոճկանում են։ Տանում է իմ տղան էլ ամեջ տանում, շատ լավ տեղ ապրում իմ տղեն։ Կարծես թե գյուղի բնությունն է, Սոչիում ապրում արդեն 30 քանի տարի, բայց ինձ համար եթե տանես Մոսկվա, Կրեմլ, տենչում եմ իմ գյուղը, ես օդը չի բավարարում ինձ, ես չեմ կարողանում, բայց մարդը կա ձգտում է, ես չգիտեմ շատ լավ են անում, ստեղից էլ կան գնում են Երևան, էդ էլ իր տեղն ունի, մարդկանց երեխաներն ուսանող են, սովորում են, բայց չգիտեմ ինչ գերծանրաբեռնված տեղերը ես չեմ սիրում։ Հանգիստ խաղաղ ինչ կա, հիմա էլ փառքաստու մեր նախկին ղեկավարներն են շատ լավ աշխատել, մտնում ես գյուղը սաղ ասֆալտապատած, սաղ կաֆելապատած, տեսակ ինչքան լավ աչքով նայեցիք ջուրը դռանը, մեկ ասում եմ, վայ, ուրախանալով եմ էլի ասում եմ, ես ինչի ես ջուրը բերին, մեկ գնում ենք հերթ կանգնում ջուրը մարդ էինք տեսնում, հմիետ էլ չենք կարողանում, այդքան հետո գազը տանը, մարդիկ հիմա մեծ մասամբ բաքսի են քաշել, որ քաղաքավարի գյուղում ապրում ենք բոլորս մեր կենցաղային պայմաններով ապահովված էլի, չենք կարա, մենք 3 օրից ավել չենք կարում Ռուսաստանում մնանք, չենք կարում, իմ տղայից նեղանում է, ասում եմ մամ ջան, հատուկ ձեզ համար սենյակ կա, դուք չարչարվում եք այ փայտ եք բերում, էլ իրանք են անում, թոշակառու մարդն ինչ կար այդքան փայտան, այդքան բան եկեք ստեղ մնացեք, ձմեռը գարնանը գնացեք, ասում եմ ոնց որ մեզ չգիտեմ ինչ մի անոտ տարածության մեջ փագես կվարտիրայում չենք դա մեր տեղը չտղա ջան, այդ էնց է։ Տատն ամբողջ կյանքում ձգտել է իր հարցների համար լավ սկեսուր լինել, նմանվել իր սկեսուրին, բայց այստեղ էլի համեստություն է անում ու նախընտրում իրեն չգովալ։ Առհասարակ ասում է մարդը պետք է համեստ լինի ու թողնի, որ իր մասին խոսեն ուրիշները։ Ես չգիտեմ լավ եմ ելել, թե չէ, իրանք լավ հարցներ են ելել։ Ես չեմ կարող ասեմ ես լավ եմ ելել։ Հնարավոր է ես տենց ասում եմ, նրանք էլ ասել են իմ կեսուրը լավը չավելի լավերը կան։ Ես ոնց կարամ, ես չեմ սիրում այդ բաները, որ ասեմ ես սիրված եմ, ես գեղեցկուհի եմ, ես ինչ դա ինչ է։ Եվ ես չեմ տեսել, որ մեկը, ինչ որ մեկը այդ ձեր էկրանի առաջ ինչ որ իրանից մի բացասական ով կարա ասի իրան։
Ասма որ ժողովուրդը գովեց առու փախի, որ ինքն իրան գովեց թողու փախի։ Ես ոնց կարամ տենց բաներ անեմ, չեմ կարա։ Շատ գոված հարցներ ունեմ, շատ խելոք, ես կարամ առանց մի որևէ մեղանալու բանի, ես իմ հարցին ես միշտ տողությունն անեմ։ Եթե միտեղ գնալիս էլի կզանգի ինքն էլ հարցում մի տանը։ Մամ, ես ինչ տեղն ենք գնում։ Ասում եմ, հետո գնացեք, մի կարող է ես ձեզ կամ թույլատրեմ կամ դա ոչ թե ինչ որ դա էլի հարգանքի նշան է, երևի կամ մտածում է կարող է իրանք միտեղ գնան, ես իջնեմ ներքև ընդեղ չեն կամ մի բան։ Այդտենց։ Համեստություն, բարությունն ու խոնարհություն ընկեր Էլմիրան ամբողջ կյանքում փորձել է սերմանել նաև իր սաների մեջ։ Երեխաների հետ աշխատանքի մոտ 40 տարվա ընթացքում 1001 տեսակի զավեշտալի պատմության է ականատես եղել ընկեր Էլմիրան, բայց մեկը երբեք չի մոռանա։ Սևուկուլիկ սիրուն բալիկը բեմադրում էինք, սենց ճերեմոկ տնակ էի կառուցել ստվարաթղթից, հետո թե ես էլ միշտ հենց դպրոցում էլ ինձ դրա համար շատ էր ուսուցիչ, տեղի ես հուշում, ես սիրել եմ որ հուշեմ, սենց մի այդ երեխան չի կարող ասի, ես հուշում եմ էլի, որ սենց ասա, այդ երեխան երևի լավ չի լսեց, գլուխը հանեց, ասավ, հա, ընկեր, բայ որ տեսել էիր ինչ դահլիճում ինչ ոնց որ ռումբը պայփ սաղ ծիծաղեցին սաղ էդ էլ իր հետաքրքրություն ուներ։ Հիմա նաև այդ հուշերն են ուշ տալիս ապրեցնում, ու եթե մեկ էլ պատահաբար հանդիպում է իր նախկին սաներին, երջանկությունը լիակատար է դառնում։ Հիշում ու հիշեցնում է սանիկին նրա ճակերտավոր չարությունները։ Ամուսին առողջական խնդիրներ ունի ու խոսել դժվարանում է, տատը Իվան պապի կյանքի մասին էլ կպատմի, երկար տարիներ աշխատել է որպես գյուղի սովխոզի վառելանյութի պահեստապետ։ Գիտես ինչ հնարավորություններ ա ունացել իր ձեռքի տակ, ես չեմ կարա գովեմ, թող բոլորը գիտեն, բայց էդ եմ ասում էլ, ես իրան ասում եմ, ես բանը սան տվիր եմ բանը քունտանիք հետարների վրա չարիր, դեռ հիմա էլ ինքը ենքան շոֆերների հետ, ենքան այդ մասայի հետ կապված է իր հարցերը ամեն ինչ, որ դուզ գա իրան ավտով կբերեն, որ չէ իր բոլորին էլ որ ասես, որ ինչ բանի տերեն իրանք, բոլորը կասեն։ 62 տարվա համատեղ կյանքն անցել է մի ակնթարթի նման, խաղաղ երեկոներին ամուսինները հիմա հաճախ են նստում միասին, հիշում անցյալը, խոսում ներկա ժամանակների ու բարքերի մասին, բայց որքան էլ տարիներ անցնեն, ժամանակները փոխվեն, Էլմիրա տատը երբեք չի մոռանում սկեսուրի տված կյանքի դասերն ու կենցաղավարման նրա մեթոդները մինչև հիմա կիրառում է։ Հիմա ես այս տարիքում ուզում եք գնացեք վերիտուները, որտեղ ուզում եք մտեք։ Ես չեմ կարող որ չանեմ, բայց ասում եմ ամեն ինչ իրանից եմ սովորել, որ ասեր աղջիկ ջան, արիստեղ կինը որ տեսնի արդեն իր պաներյամանը դատարկվել է, կլվանա, կմաքրի, կսարքի, ճաշը որ էփում ես, տեսնում ես արդեն վերջացել է, մնացել է մի փոքրիկ, քու ճաշի կացան կլվանաս, այս փոքրիկն էլ կացես ամանի մեջ, ընդեր կծածկես։ Ամեն ինչ այդտենց բացատրել է ինձ եւ չեմ էլ մոռացել այդտենց կինա էլ ասեի վայ էս ինչ կինա սա 4 երեխես էլ ասեի նան ես այս բանը չեմ ուտում այդ պետք է ծածկել էր մելեն էր սարքել ասեի ես չեմ անելու սարքել եմ ձվածեղ եմ սարքել 4-ը էլ կերեք ասել վայ բա տենց կլի Սկեցուրի հետ ապրած տարիները տատը հիմա իր կյանքի տարիներից լավագույնն է համարում։ Հարսին ավելորդ անգամ չտանջելու համար ձեր կինը ոչ մի տեսակի ադաթի հետևելու հրահանգ չի տվել, բայց իրեն 16-ամյա աղջկան Իվանի տուն ուղարկելուց առաջ մայրն էր հրահանգել, որ չխոսկան մնա, որ հանկարծ չխոսի փեսայի տան տղամարդկանց հետ ու գյուղում բերանի ծամոն չդարձնի իրենց։ Չխոսկանությունը գիտեի ոչինչ, այդ էլ քեզ ասեմ շեբզավոտ տեքր ունեի, դեղ ապրեր, որ նոր էին բերել ինձ տարան նրանց տուն հարս, հետո այդ տեքրս էլ էլեկտրականությունում աշխատող տղա էր, լավ մարդ էր, ու որ տալս էլ ճաշարանում աշխատեր շեբզավոտ, տեքորս կնիկը գնացել էր նրա մոտ, այդ երեխեքն էլ 5 տարեկան էին իր երեխեքը, տեքրս եկավ տուն, թե Էլմիրա էս ուր ա գեղեցիկը, ես էլ չգիտեմ չխոսկանը, իր աղջկանն ասի, Աստա գնացել է ճաշարան, շատ ծիծաղ ես, թե դա ոչ, թե չխոսկանություն է, կռովություն է, ուրեմն ինձ հետ խոսում ես, իմ պիշտեն խոսում ես, էլ տենց բաներ այդ բանն եմ արել։ Նաև այսպես հին հիշողություններով է անցնում ամուսինների օրերը արևոտ ու լուսավոր բակում։ Տարիներն անցել են, բայց նրանց սրտերում դեռ ապրում է երիտասարդական ջերմությունն ու կյանքի հանդեպ անսպասերը։
իսկ իրենց գյուղը լուսավոր ու խաղաղ կարծես էլ ավելի է ջերմ դառնում Էլմիրա տատի ու Իվան պապի սիրով ու բարությամբ։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Ճոճկանից անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։